Փողը ձեռի կեղտ է։ Մի մասն ասում է փողը փչացնում է մարդուն։ Մի մասի համար փողը տալիս է թևեր։ Քանի հոգու համար է ինքը ապրում, այդքան էլ իր կյանքն արժեք ունի։ Իդրամ վճարային համակարգի համահիմնադիրն ու ստեղծողը բազմաթիվ բիզնես նախագծեր ունի, իսկ պատերազմից հետո էլ արդեն տևական ժամանակ է ստեղծել է Re-Armenia համագործակցային հարթակը։ Այստեղ խնդրում եմ ուշադրություն, Գևորգը, իր թիմը ու գաղափարակիցները ապացուցում են ոչ թե խոսքով ու կենացներով, այլ ռեալ գործերով։ Իդրամի նպատակը Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի կայացումն էր, բայց երբ որ չես անում, հաստատ չի ստացվի։ Ու դու տեսնում ես, փաստացի, որ դու ստեղծում ես, չէ՞։ Չկա հաջողություն առանց նորարարության ու չկա նորարարություն առանց ձախողման։ Անես բան ես ուզում ունենաս, որ կյանքում չես ունեցել։ Անես բան պիտի անես, որ կյանքում չես արել։ Բանտից որ դուրս եկա, դրանից հետո ինձ առաջարկեցին այդ բանը կալանավորների օգնության համահայկական միություն կա, այդ միության նախագահ դառնամ։ Իրանք որոշել են, որ իրանք չեն ուզում, որ իրանք երեխաները արտագաղթեն լավագույն կրթության համար, ուզում են, որ լավագույն կրթությունը գա իրանք գյուղ։ Այսինքն Google-ի, Facebook-ի աշխատող հայերը Մունք տեխնոդպրոցի միջոցով տեղի երեխեքին դաս են տալ։ Երեխային էլի ոչ թե պիտի հարցնես մեծանաս ինչ ես դառնալու, այլ պիտի հարցնես որ խնդիրն ես լուծելու։ Հաստատ հայերը համախմբող են։ Ու 17000 հոգի իրար հետ հավաքվել են, 140-ից ավել պրոյեկտ են իրականացրել։ Գումար ստեղծող մարդուն հարցնում եմ, գումարով ինչ չի կարելի գնել։ Կյանքի իմաստը փողով չես կարող պատվիրես քո համար սահմանեն։ Ափսոսում եմ այն բոլոր դեպքերի համար, որտեղ ավելի փոքր նպատակ եմ դրել, քան պետք էր։ Իսկ ով որ համամարտկային հարցը առաջ է դնում ու լուծի, իր կյանքը արդեն 8 միլիարդանոց կյանք է փաստորեն, էլի։ Այդ նույն հայության մի մասն է, չկա հայություն ու սփյուռք։ 4-ից 8 էր սրոկը, բայց այնտեղ 4 տալիս են, եթե տենց ընդունում ես մեղքերից, ես չէի ընդունում բնականաբար։ Բայց դու մեղքել չէիր արել, ուղղակի տենց անում են, որ բիզնեսը վերցնեն։ Եթե ես կարող եմ, կարող ես նաև դու։